Ես Մանարուշ Մկրտչյանն եմ, 100 արտահայտություն, որոնք կփոխեն ձեր կյանքը գրքի հեղինակը։ Եթե դուք նստած թախտին դարդը կանում, թե ինչու ձեր կյանքը չի փոխվել, նշանակում է դուք դեռ չեք կարդացել այս հրաշալի գիրքը։ Այո, եւ հիշեցնեմ, որ այս գիրքը կրում է տարվա լավագույն գիրք տիտղոսը։ Այո, այն ճանաչվել է տարվա լավագույն գիրք, այնպես որ ձեռք բերեք այս գիրքը, քաղաքի բոլոր գրախանութներում կարող եք, վայ, թարս եմ բռնել գիրքը, չես ասում մի բերան, որ թարս եմ բռնել, ուշադիր չես։ Քաղաքի բոլոր գրախանութներում կարող եք ձեռք բերել այս գիրքը, եթե չգիտեք գրախանութի ճանապարհը կամ դժվար է ձեզ համար, կապնվեք մեզ հետ, մենք կօգնենք ձեզ, որպեսզի ձեռք բերեք այս գիրքը։ Այս գրքից մի պատմության մասին եմ ուզում այսօր խոսել, բնականաբար ամբողջ պատմությունը չեմ պատմի, որպեսզի դուք գիրքը ձեռք բերեք ու ընթերցեք եւ այն ձեզ համար ավելի հետաքրքիր լինի, բայց արտահայտությունը այսպիսին է՝ կատաղիր կերքումիս, այսինքն կատաղելու մասին է, զայրանալու, բարկանալու մասին է։ Եվ եթե կարճ հարցը որ տվեցիր, որ կարճ ասեմ ինչ է բարկանալը, ինչ է զայրանալը, ոնց որ դուք խմեք թույնը եւ ուզենաք, որ ձեր հարևան Ռոզիկ ծոցյան մահանա։ Ժավելը դուք խմեք, ժողովրդի լեզվով ասած, չէ՞, ժավելը դուք խմեք եւ ուզենաք, որ ձեր հարևան Ռոզիկ ծոցյան մահանա, չի լինում այդպես։ Բայց գիտեք ինչու եք դուք ուզում, որ Ռոզիկ ծոցյան մահանա, որովհետեւ ինքը ամեն օր ձեզ տեսնելիս հարցնում է, բայց ինչու ես այսքան չաղացել։ Ինչու ես այսքան գիրացել։ Եվ դուք այդ հարցը չեք ուզում լսել։ Բայց բանն այն է, ամենավատը այն է, որ Ռոզիկ ծոցյան ինքն է իր ձեռքով ամեն օր ձեզ տալիս իր թխած լավաշից։ Չէ՞։ Գրեք մեկնաբանություններում արդյոք դուք ունեք այսպիսի Ռոզիկ ծոցա հարևաններ, ինձ հետաքրքիր է, որ ամեն օր ձեզ տեսնելիս այդ նույն հարցը տալիս են։ Բայց հանկարծ Ռոզիկ ծոցայի պատճառով խնդրում եմ թույն չխմեք, ոչ էլ ժավել, դա կատակ էր։ Կարդացեք գիրքը։